Շատ քննարկվող հարցին զինվորական ծառայության ժամկետը 26 թվականի հունվարի 1-ից կրճատվում է եւ այս առումով 2 տարուց դառնում է տարի ու կես եւ այս առումով ընդդիմադիր շրջանակներից մտահոգություններ են հնչում պարոն նախարար, արդյոք սա լավ մտածված նախընտրական քայլ չէ եւ երկրորդ արդյոք բանակը խնդիրներ չի ունենա կրճատելով ժամկետային ծառայության քանակը։ Շնորհակալ եմ։ Ես մի քանի օր առաջ ազգային ժողովում առիթ ունեցա խոսելու սրա մասին։ Նախ բանակը 1.5 տարի դարձնելու որոշումը այսօր չի ընդունվել։ Ձեր նախընտրական ծրագրում։ Այո, դա մեր նախընտրական ծրագրում է առկա, այնուհետև մենք մեկ այլ կարևոր փաստաթուղթ ենք ունեցել, դա Հայաստանի Հանրապետության բանակի կերպափոխման հայեցակարգն է, որտեղ նույնպես արձանագրված է այս ամենը, եւ իհարկե դա պիտի տեղի ունենար մեր հնգամյա ցիկլի ընթացքում։ Հիմա մենք մոտեցել ենք դրա փակման ավարտին, բնականաբար պիտի կատարենք մեր կառավարության ծրագիրը եւ խոստումը։ Ու դա վերածել այսօր նախընտրական քարոզարշավի, մենք նման մտադրություն բնականաբար չունենք, այլ կատարում ենք մեր պարտավորությունները, բայց միևնույն ժամանակ պիտի նշեմ, որ մենք չենք պատրաստվում պաշտպանվել ու ասել, գիտեք, մեր կատարած քայլը որևէ կապ չունի մեր հանրության առաջ մեր ստանձնած պատասխանատվությունների հետ։ Իհարկե մենք պիտի անենք այն, ինչ խոստացել ենք, ու եթե դա մեր հանրության համար դրական քայլ է, հանրության կողմից ընդունված քայլ է, ինչու պիտի մենք հրաժարվենք դրանից։ Ազդեցությունը բանակի վրա։ Բանակի վրա ազդեցությունը չկա քայլ, որ ազդեցություն չունենա։ Բայց սրա ազդեցությունը մենք դիտարկում ենք դրական քողի ներքո, որովհետև նախ անհրաժեշտ է, որպեսզի բանակը հասարակության համար լինի ընկալելի, ցանկալի եւ կալանավայրի չվերածվի։ Սա գրավչության համար առաջին հերթին եւ երկրորդը մեր ծրագրի մեկ այլ մաս է կազմում, որ մենք պետք է ուժեղացնենք պրոֆեսիոնալ հատվածը, այսինքն ավելացնենք պայմանագրային պրոֆեսիոնալների թիվը ի հաշիվ ժամկետային զինծառայության կրճատման։ Հայաստանի բանակի հիմքը պետք է լինեն պրոֆեսիոնալները, պայմանագրային զինծառայողները։ Հիմա, երբ որ կրճատում ենք կես տարի, դա թվականակի վրա չի ազդի։ Տեսեք, շատ են հնչում նման թեզեր, որ բանակը կրճատում են։ Իհարկե ես կուզենամ հարց հնչեցնել, ինչ է ասել է բանակը կրճատում են, այսինքն եթե ցիկլը 2 տարվա փոխարինվում է 1.5 տարով, որտեղ է տեղի ունենում կրճատումը։ Իհարկե ես կուզեմ լսել իրենց բարձաբանումը, ես ինքս կտամ ինչ փոփոխություններ կարող են լինել եւ երբ առաջացած հարցերը կլուծվեն ու ինչ ձևով։ Նախ պիտի նշեմ, որ մենք այս որոշումը ընդունել ենք, որովհետեւ մենք մեկ այլ օրենսդրական փոփոխություն ենք ունեցել, դա պաշտպան հայրենիաց ծրագիրն է, երբ ժամկետային զինծառայողները դառնում են պայմանագրային եւ 5 տարով պայմանագիր են կնքում պաշտպանության նախարարության հետ։ Մենք մինչեւ այսօր 2 տարվա ընթացքում արդեն ունենք, այս թիվը հնչեցնելու եմ, որովհետեւ թիվը չհնչեցնելը շատերի կողմից մանիպուլացվեց 4217 պայմանագրային այսօր նախկին ժամկետային զինծառայողներն են, ովքեր չեն զորացրվելու այլևս։ Եկել են բանակ եւ 5 տարով նվազագույնը իրենց կյանքը կապել են բանակի հետ։ Ավելին ասեմ, մենք մեկ այլ օրենսդրական նախաձեռնություն ունենք, որի արդյունքում նրանք կարող են պայմանագիրը դարձնել 7 եւ 10 տարով։ Այսինքն այս տղաների մի մասը իր պայմանագիրը փոխարինելու է 7 եւ 10 տարվա պայմանագրերով։ Եվ սա դառնալու է մեր պրոֆեսիոնալ բանակի էական մասերից մեկը։ Այդ դեպքում քննադատներն ասում են, ինչու 20-օրյա հավաքեր, հա, այդ հավաքի մասնակիցներին, եթե մենք խնդիր չունենք թվականակի, ինչու են տանում առաջնագիծ։ Շատ բարձ պատճառով, որովհետև մենք ունենք դառը փորձ, նույն 44-օրյա պատերազմից, երբ մարդիկ տարիներով վարժական հավաքներ չէին անցել, չէին տիրապետում պահեստազորի իրենց տարական խնդիրներին։ Այսինքն, երբ ժամանակը եկավ, որ նրանք պիտի որպես պահեստազոր զորակոչվեին բանակ եւ խնդիր կատարեին, նրանք չգիտեին իրենց առջև դրված խնդիրները, վայրը, իրենց հրամանատարներին եւ այլն։ Մենք հիմա փոխել ենք այս ձևը եւ ձևավորել ենք տարածքային պաշտպանության զորքեր, որտեղ սկսած վաշտի հրամանատարից մինչև բրիգադի հրամանատար
գործող պաշտոնյաներ են։ Վարժական հավաքի քաղաքացիները երբ գալիս են զորակոչվում են 25-օրյա հավաքների, նրանք ճանաչում են իրենց հրամկազմին, հրամկազմն էլ իր հերթին իմանում է յուրաքանչյուր հաստիքի վրա գոյություն ունեցող պահեստազորին։ Տեղի է ունենում նախ ուսուցում 10-օրյա, այնուհետև ներդաշնակեցման նպատակով այդ մարդիկ անցնում են նաև 14-օրյա մարտական հերթապահություն։ Սա կարծում եմ շատ տրամաբանական է եւ մեկը մյուսի հետ կապելը կարծում եմ ճիշտ չէ։ Միևնույն ժամանակ ես ուզում եմ հիշեք, որ տարիներ առաջ բոլորն ասում էին, թող առաջնագծում չկանգնեն մեր 18 տարեկան տղաները, մենք գնանք հայրերը, պապերը, հորեղբայրները գնանք մենք առաջնագծում կանգնենք։ Հիմա 25 օր այդ հնարավորությունը տրվում է բոլոր հայրիկներին, եղբայրներին եւ հորեղբայրներին։ Ինչ խնդիր կա, եթե նրանք մանավանդ այսօրվա պայմաններում, երբ մենք սահմանին ըստ էության խնդիրներ չունենք, ինչն է խանգարում, որպեսզի նրանք ճանաչեն եւ մեր սահմանը եւ որոշակի փորձառություն ձեռք բերեն, իսկ այդ ընթացքում նույն ժամկետային զինծառայողները զբաղվեն մարտական պատրաստությամբ ու պատրաստականությամբ։ Քանի որ խոսեցինք վարժական հավաքներից, ընդհանրապես ինչպես են ընթանում վարժական հավաքները, մի շարք օրենսդրական փոփոխություններ տեղի ունեցան, ինչ արդյունքներ կան, արդյոք հարթ է ընթանում պահեստազորայինների ներգրավումը եւ ընդհանրապես համակարգ է այդ հեռախոսով ոնց որ երկրորդ համաշխարհային ժամանակ որ զանգում ասում էին արի քեզ բանակ են տանում, էլի է ձևա թե փոխվել է։ Էական փոփոխություններ են կատարվել, եթե մենք մեկնարկին երբ վարժական հավաքները դարձրին 25-օրյա հավաքագրման խնդիրներ էինք ունենում, այսօր արդեն մենք կարողանում ենք ըստ էության 100%-անոց արդյունք ապահովել։ 100%-անոց։ Այո։ Դա 25 թվականի գործող փաստ է ամբողջ տարվա համար։ Սա իհարկե եւ մեր օրենսդրական փոփոխությունների արդյունք է եւ նաեւ ի պատիվ մեր պաշտոնյաների պիտի նշեմ նաեւ նրանց աշխատանքի եւ համագործակցության փոխգործակցության արդյունք է։ Բայց այստեղ շատ կարեւոր է որ բարձրանա քաղաքացու գիտակցությունը, այսինքն մարդը հասկանա, որ վարժական հավաքի ներգրավելը իր պարտավորությունն է եւ դա մեծապես ուժեղացնելու է մեր պետության դիմադրողականությունը։ Այսինքն մենք պիտի ունենանք ամուր թիկունք, որպեսզի կարողանանք ունենալ պաշտպանունակ բանակ։ 44-օրյա պատերազմի ժամանակ մենք կներեք տեսանք թե ինչ բարդակ էր այդ ոլորտում։ Հիմա կանոնակարգված ամեն ինչ։ Ամեն ինչ անում ենք որտեղ, երբ, ինչպես։ Այո, դա կանոնակարգված է։ Մենք հիմա խնդիրներ ունենք, որպեսզի այդ ամեն ինչը ավելի հարմարավետ դառնա, ու մարդիկ դրանից ավելի շատ հաճույք ստանան ու նաև փորձառություն։ Այսինքն դա սովորական մարդու բնականon կյանքից կտրվելը նրա վրա որևէ բացասական հետևանք չթողնի։ Թե ֆինանսական, թե բարոյական, բոլոր առումներով։ Շատ լավ, պարոն նախարար, անդրադառնանք մեկ այլ